Իդեպ մայիսի 14-ին ազգային ժողովում Լևոն Քոչյանի ելույթից հետո կրքերը բորբոքվեցին, տեղի ունեցավ քաշքշուկ պատգամավորների միջև, հնչեցին հայհոյանքներ եւ վիրավորանքներ։ Այս ամենին խորհրդանից լուր հետևում էր Հայաստանում մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ Մանասյանի միակ արձագանքն այդ պահին եղավ այն, որ շատ շտապ վազեց ՔՊԱ-կան Հակոբ Արշակյանի մոտ։ Անհայտ է, թե ինչու։ Ավելի ուշ իր քաղաքական ելույթում նա ընդհանրապես խորհրդանին ոչ հարիր անվանեց տեղի ունեցածը, ապա քննադատեց Հայաստան խմբակցության պատգամավորներին իրեն քննադատելու համար եւ մեղադրեց ՄԻՊ-ի սխալ թեկնածու առաջադրելու մեջ։ Ճիշտ թեկնածուն ինքն է, ով մարդկանց մեղադրող դատախազի տեղակալից դարձել է մարդկանց պաշտպանող կառույցի ղեկավար։ Մանասյանն իդեպ առաջին անգամը չէ, որ աչքի է ընկնում խտրական վերաբերմունքով։ Նա լուռ էր, երբ 40 հոգով ծեծում էին ԱԺ պատգամավորին, երբ խոշտանգում էին Սամվել Վարդանյանին, երբ 10 հոգով ծեծում էին ընդդիմադիր ակտիվիստին, երբ նռնակներ էին կիրառում խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիների դեմ։ ՄԻՊ-ը լուռ է եւ կամ սահմանափակվում է հայտարարություններով բոլոր այն դեպքերում, երբ թիրախում ընդդիմությունն է։